Հանձնարարական համար 82 ներկայացնել տեղեկատվություն առողջապահական ծառայությունների կատարած աշխատանքների շտաբ բուժօգնություն ընկերության կողմից իրականացված կանչերի եւ զանգերի սպասարկման վերաբերյալ։ Պարոն քաղաքապետ, փետրվար ամսին շտաբ բուժօգնության ծառայության կողմից արձանագրվել է 113 վթարվրայերթ, դուժել է 121 քաղաքացի, մահ չկա։ Կանչերի ընդհանուր թիվը կազմել է 25009։ Պատասխան է տվել 46898 զանգի, նորից կարող եմ նշել, որ բաստողած զանգ չունենք։ Երևանի քաղաքապետարանի զանգերի սպասարկման եւ աջակցման բաժնի հեռախոսահամարին ունեցել ենք 4 դիմում բողոք, մեկ դիմում բողոքը վերաբերվել է կանխիկ վճարում կատարելու, բայց քաղաքացուն պարզաբանվել է, որ վճարումը միայն կատարվում է պլանշետների կամ վճարահաշվարկային տերմինալների միջոցով, երկու դիմում բողոքները վերաբերվել են հիվանդների կողմից իրենց նախընտրելի բնակության վայրից հեռու տեղակայված բուժկենտրոն վճարովի հիմունքներով տեղափոխելու նույնպես տրվել է պարզաբանում։ Մեկ դիմում բողոքել վերաբերվել է շտաբ օգնության կանչի ուշ սպասարկմանը, այնուհետ պարզվել է, որ տվյալ քաղաքացին մենակ մեկ ամսվա մեջ 32 կանչ է տվել, ընդ որում բոլոր կանչերն սպասարկվել են։ Շտաբ օգնության բարեփոխումները շարունակվում են եւ արդեն զեկուցում եմ ձեզ, պարոն քաղաքապետ, որ 25 թվականի համար հայտարարված 6 գծային եւ 1 ռեանիմոբիլի մրցույթը արդեն կայացել է, կա հաղթող կազմակերպություն, բոլոր մատակարարման պայմանները եւ պայմանագրերը կնքելուց հետո արդեն հունիսի վերջին 7 նոր մեքենա կունենանք շտաբ օգնության ծառայությունում։ Պարոն Կարապետյան, նաև պետք է կարծում եմ նշել, որ պատմության մեջ առաջին անգամ, այո, շտաբ բուժօգնության ծառայությունը ինքը կարողանում է ֆինանսական միջոցներ գեներացնել, որով որ կարողանում է այս ավտոմեքենաները գնել եւ կարծում եմ սա շատ կարեւոր արձանագրում է եւ վերաբերում է էֆեկտիվ կառավարմանը։ Նաեւ մենք իհարկե ամեն անգամ նշում ենք, որ բոլոր զանգերը սպասարկվել են եւ գիտեք ամենատարօրինակը այն էր, որ մոտավորապես մի տարի ու կես 2 տարի առաջ մենք ունեինք զանգեր, որոնք որ չէին սպասարկում, այսինքն մարդը զանգում էր շտաբ բուժօգնություն եւ չէր ընկնում, չէր տեղ հասնում զանգը, դա չգիտեմ որ ժանրից է, բայց այնուամենայնիվ երևի թե պետք է նույնիսկ նմանատիպ պարզ բաները անընդհատ ինքներս մեզ հիշեցնենք, որ իրականում այս տեսակ ծառայությունները պարտադիր պետք է ունենան հնարավորություն մարդկանց համար հասանելի լինելու, այսինքն որևէ դեպքում չպետք է լինի որևէ մի զանգ, որը որ չի սպասարկվի։ Ինչ վերաբերում է այս ընթացքին շտաբ բուժօգնության ծառայության ուզում եմ նախ գոհունակությունս հայտնել ընդհանուր զարգացումներով եւ ուզում եմ նաեւ շնորհակալություն հայտնել շտաբ բուժօգնության ծառայության տնօրինությանը իրենց կատարված աշխատանքի համար եւ հույս ունեմ, որ այս աշխատանքները լինելու են շարունակական եւ շարունակաբար ծառայությունը ինքը իր հարցերը կարողանալու է լուծել։ Պարոն Մանդասյան, պարոն Կարապետյան, նաև փոխանցեք իմ շնորհակալությունը տնօրինությանը։ Հաջորդ մի անգամ խնդրեմ։ Մի անգամ այսպես կարելի ասել ճիշտ է, որովհետև իր պատմության մեջ չի եղել եւ մենք այսօր այդ արդյունավետ կառավարման շնորհիվ, որ կարողանում ենք այդ մեքենաները ձեռք բերենք։ Երևան քաղաքում արձանագրվել է 620 մահ, ծնվել է 1376 երեխա, 714 տղա, 661 աղջիկ, որպես 9-րդ, 8-րդ եւ 7-րդ երեխա ընտանիքում ունենք մեկական աղջիկ ծնված։ Պոլիկլինիկաներում հաճախումների թիվը կազմել է 167344։ Հարկ եմ համարում օգտվելով առիթից նաև ձեր զեկուցել մի հարցի վերաբերյալ, որը նաև մեր ազգաբնակչությանն է վերաբերվում, մինչև 18 թվականը կառավարության 318 որոշմամբ բնակչության սոցիալապես անապահով եւ առանձին խմբերում ցանկում չընդգրված քաղաքացիները բժշկական ծառայություններ էին ստանում վարչական շրջանների ղեկավարների կողմից ներկայացված միջնորդագրերի հիման վրա։ Այս պահին տեղի ունեցել փոփոխություն եւ տրված է դա լիազոր մարմնին, այսինքն առողջապահության նախարարությանը եւ առողջապահության նախարարությունը պատվիրակել է դա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում ձևավորված հանձնաժողովին առանց վարչական շրջանների ղեկավարների միջնորդագրերի։ Հարկ եմ համարում նշել նաեւ, որ նշված փոփոխությունները շրջաբերականով տեղյակ են պահվել
վարչական շրջաններին, ինչպես նաև փետրվարի 27-ին քաղաքապետարանում իրականացրել ենք մեթոդական բացատրական աշխատանքներ վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմի, երեխաների սոցիալական պաշտպանության բաժնի աշխատակիցների հետ, որպեսզի կարողանան ճիշտ ուղղորդեն մեր ազգաբնակչությանը։ Ներքին հիվանդությունների բժշկական հայկական ասոցիացիայի հրավերով այս շաբաթ մասնակցելու եմ ներքին բժշկության եվրոպական կոնգրեսին, լինելու են մուլտիդիսցիպլինար, այդ թվում նաև ժամանակակից բժշկագիտության մեջ ներդրվող արհեստական բանականության եւ թվային ինովացիոն տեխնոլոգիաների վերաբերյալ ծրագրեր։ Եվ վերջում եւս մեկ անգամ ուզում եմ անդրադառնալ փետրվարի 25-ի դեպքին, չնայած հասարակությունը adekvat արձագանք է տվել եւ լրատվության կողմից բժիշկների նկատմամբ իրենց աշխատանքային պարտականությունները կատարելու ժամանակ ոտնձգությաններ վերաբերում, երբ որ փորձել էին շահօգնության բժիշկներին ծեծել, նորից փետրվարի 25-ին մի հատ դեպք ունեցանք, իրավապահ համակարգը ըստ արժանավորին արձագանքել է։ Իրականում սրանք ցավալի դեպքեր են եւ իրականում շտաբուժօգնության ծառայության եւ առհասարակ բժիշկների նկատմամբ բռնությունը մեր հասարակության մեջ առկա ամենատարօրինակ երևույթներից մեկն է եւ անկեղծ ասած լավ բան չի խոսում մեր մասին, մեր հանրության մասին, այդ առումով մենք կարծում եմ բարձրաձայնելու եւ դրա մասին խոսելու կարիք ունենք հաճախակի խոսելու եւ ամեն նմանատիպ դեպքը պետք է արժանանա համապատասխան վերաբերմունքի եւ խոսքով եւ մասնավորապես իհարկե իրավապահ համակարգի կողմից, որովհետեւ բժիշկները իրենք կատարում են իրենց ծառայությունը, իրականացնում են իրենց ծառայությունը եւ իրենց հիմնական նպատակը կյանքեր փրկելն է, մարդկանց առողջությունը պահպանելն է եւ գիտեք որևէ մեկը իր հարազատին պարզելու շատ է սիրում եւ բայց դա որևէ կերպ նրան թույլ չի տալիս նմանատիպ դրսևորումներ ունենալ բժիշկների նկատմամբ, սա զազրելի եւ ասում եմ ամենատարօրինակ երևույթներից մեկն է, որ մեր հանրության մեջ առկա է եւ կարծում եմ անընդհատ նմանատիպ բոլոր դեպքերը ամեն արձանագրված դեպքը պետք է բարձրաձայնվի, որովհետեւ իրապես ամոթ է։ Հաջորդը Բնապահ